Մեր հարցը եղել է մեր երեխեքի ճակատագիրը, որը 5 տարի անորոշ է, ճիշտ է, այդ հարցով զբաղվել է ով։ Աբազյանը, քանի որ նախ իր կառույցն է ինքը ղեկավար է, կառույցն է այդ հարցով ամենաշատ, ասենք, հանդիպումները ադրբեջանական կողմի հետ ունեցել, բացի այդ ինքն է հանդիսած անհետ կորածների գերատեսչության ղեկավարը, հանձնաժողովի ղեկավարն էլ է, ճիշտ է ինքը։ Հիմա այս մարդուն պրոստը տակ, այնպես ձևաբռնե հոգնել է, այդ թմա հանգստա։ Արա հոգնածը դու ես, Նիկոլ, գնա հանգստացի, այս սաղազգը քեզնից հոգնել է։ Քո ստից, քո կռուտիտից, քո մուտիտներից, քո կրոնի դեմ պայքարից սուտի դրել ես Գարեգին Ասերբազան, այս մարդ այսօր մեր կրոնն է ոտնահարում, իմ խաչն է ոտնահարում, էնի ով է, ու այսօր հիմա նորից եմ ասում, հլե դրանք մի կողմ դնենք, Աբազյանը պետք է մնա որպես ԱԱԾ տնօրեն, որովհետև այս 5 տարվա մեջ մենք շփվել ենք այդ մարդու հետ, այդ մարդն է մեզի որոշ պատասխաններ տվել, որոշ պատասխաններ դաժե պրամասել է, ես ձեզ չեմ կարող ասեմ, քանի դա գաղտնիություններ է պարունակում, այդ մարդը լրիվ պաշտաշ չոտքի արել է իր գործը, ու մենք հա, չկապենք, հիմա այս եկել է մեր վերջը ույսը կդրում է։ Իսկ որ ասում է, որ ինստիտուտը գործում է նկատի ունի ԱԱԾ-ն։ Այ հիմա այդ ԱԱԾ թազա ում որ բերել է դրել են, չգիտեմ ով է, չեմ ճանաչում։ Այ չեմ ճանաչում, չեմ տեսել, մի օր հանդիպանը չի էլ այդ մարդը ներկա, որ ես գոնե ասեմ, հարա, դե այսքան հանդիպել ենք, ինքն է կողը նստած այլ է լսել է։ Հիմա ես էլ պետք է ասի, մի հատ նյութերին ծանոթանամ։ Ասում են 0-ից սկսելու։ Հա, հետո գնա էլի մի սատկի գարուն կգա յոնջա կբուսնի։ Այդպես չի ձևը, ժողովուրդ։ Հիմա շարունակում եք պնդել, որ հանդիպի ինքը պատասխանի ձեր հարցը։ Դո ցավը տանեմ, չեմ ուզում իր այդ ոչ տենամ, ես իր դեմքը չեմ ուզում, նողկանք եմ ապրում ես այդ մարդուն տեսնելուց։ Պահանջ Աբազյանին հենց հիմա վերականգնի։ Հենց հիմա վերականգնի իր պաշտոնին, որ ես արխային ըլեմ, որի երեխով զբաղվող ալնելու։ Եթե Աբազյանը չի լնելու, ուրեմն այս երեխեքի հարցով զբաղվող չի լնելու։ Դնելու են այսեն սիրուն գրեն սառուցին դնեն արևի տակ, որ հալի էթա ջրվավ, այդ թեման էլ չի գալու։ Ես իմ վախը էտա, որ Աբազյանին հանելով այս հարցն էլ է փակվելու։